Արարման վայրը Արարատի երկրում էր եւ դա էր կամքը Արարչի։ Ամեն ինչ սկսվեց ցորենից։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք մենք անվանել ենք մեր պատմական հայրենիքի 15 նահանգներով։ Այսօր ներկայացնելու ենք ուտիկ ուտեստը։ Այն բաղկացած է խոզի մսից, ընտրել ենք խոզի երբուծը, այդ որ մենք ասում ենք չալաղաշ, դա գրական կոչվում է երբուծ։ Օգտագործելու ենք կարտոֆիլ սոխ, խաղող, սոուս ենք պատրաստելու հատուկ, որը պատրաստելու ենք մասուրի հյութից եւ թթի դոշաբից։ Ավելացնելու ենք ձետ, բայց վերջում հատուկ ձետ, որը արտադրել է Պիետրո Կորիչելի ընկերությունը, որը շատ հայտնի ընկերություն է, ձետ արտադրող ամբողջ Եվրոպայում ամենամեծ ձետ արտադրողներից մեկն է եւ ունի տարբեր տեսակի ձեթեր եւ տապակման եւ իհարկե հում օգտագործելու համար։ Այսօր կօգտագործենք հումը եւ այսպես ինչից սկսել։ Նախ լցնենք սոուսնիկի մեջ մասուրի հյութը, դոշաբը, կարծում եմ դուք եք, չէ՞, նյարդայնանում, երբ որ տեսնում եք այլ օտարահունչ սոուսներ։ Իրականում մենք պիտի օգտագործենք այնպիսի սոուսներ, որոնք բնորոշ են մեր բնաշխարհին, նախ դա կենսաբանական պահանջ է մեր օրգանիզմի, երկրորդը դրանք աճում են այդ հատապտուղները մեր բնաշխարհում եւ դա եւս մեկ առիթ է, որ մեր հարգելի գյուղացիները կարողանան վաստակել։ Խառնեցինք առայժմ, դեռ ոչինչ չենք ավելացնում համեմունքի տեսքով։ Կդնենք եռա։ Վերջում ավելացնելու ենք կիտրոնահամ ուրց, հոտավետ պղպեղ եւ ինչպես նշեցի, առաջի ճզման, սառը ճզման ձետ։ Նախապատրաստենք նաեւ բանջարեղենները։ Կարտոֆիլ ընտրում ենք համաչափ պալարներ։ Մեկ-1.5 սանտիմետր հաստության շերտեր են մեզ հարկավոր։ Սոխը կիսենք հենց մեջտեղից, բայց այնպես ենք մաքրում, որ այս կապը, արմատակալը չքանդվի։ Խաղողը հենց այսպես կտապակենք։ Այս ամբողջը մոտեցնենք հիմա գրիլ ապարատին։ Գրիլ ապարատը, այսինքն այս հարթությունը պիտի տաքանա 250-ից բարձր ջերմաստիճանի, որպեսզի անմիջապես հենց դրեցինք, կեղև ունենանք։ Օգտագործելու ենք շատ պարզ համեմունքներ միայն, աղ եւ ուրց, կիտրոնահամ։ Ուրցը միշտ խոզի հետ մենք համադրում ենք, որովհետեւ եւ ճնշման հետ կապված կարգավորիչ է, բացի դրանից նաեւ խոզի միսը համայն հատկանիշներով շատ համադրելի է ստացվում ուրցի հետ։ Ահա։ Երբ առաջի անգամ շրջեցինք, կարող ենք արդեն մի քիչ աղով համնել։
Կարտոֆիլը շարենք։ Սոխը։ Նորից մի քիչ աղ, բանջարեղենն էլ հենց մի անգամ շուռ տանք, այսինքն մի կողմը եթե թեթևակի կեղևապատվեց, հարկավոր է նոր արդեն համեմել աղով։ Նորից շրջենք։ Կեղև ստանալուց հետո, եթե մենք զգում ենք, որ դեռ չի տապակվել, ապա արագ-արագ ենք շրջում, բայց ջերմաշանը չենք իջեցնում։ Սրանից, եթե մենք այս պայմաններով ջերմաշանը մի քիչ իջեցնենք, հյութերը պետք է հոսեն։ Իսկ այդ հյութերը, որը մսի մեջ կան, այդ հյութերն են հենց մեզ համար շատ կարևոր մսի բաղադրությունը, որովհետև հենց սննդային արժեքները հենց այդ հյութերի մեջ են։ Սոխին էլ մի քիչ համեմենք, սոխը աղով, տապակելու ենք նաև խաղողը, պետք է ուշադիր լինենք, որովհետև տապակելն ու այրելը կամ վառելը տարբեր բաներ են։ Կարտոֆիլը ընդունված է այս եղանակով տապակելը անվանել պլեջ, բայց հիմա մեկ-մեկ խորովում էլ էլի պլեջ են ասում։ Իրականում այն փայտից վառարանների վրա, երբ որ ձմռանը տաք այդ վառարանի կողքը նստում ես եւ այդ կարտոֆիլը պլեջ ես անում, գավառներ կան, մարզեր կան, որ տալաշ են ասում, տեղ կա այլ անվանումով, բայց հիմնականում հատկապես Լոռու մարզում դա անվանում են պլեջ։ Խաղողն արդեն բավական է։ Ու տապակվեն։ Միսը նույնպես արդեն մոտ է պատրաստ լինելուն, հիմա մի հատ կշրջեմ, այս տաք վիճակում կհամեմեմ ուրցով, նորից կշրջեմ, բույրը ընկավ ամբողջ տաղավարով, ուրցի, վերջ, իսը պատրաստ է։ Ուշադրությունները սելերենք սոուսին։ Հիշեցնեմ, մենք այստեղ ավելացրինք մասուրի հյութ և դոշապ, առայժմ ոչինչ չենք ավելացրել։
Բայց պիտի ավելացնենք վերջում հոտավետ պղպեղ, թարմ ճզմեցինք հոտավետ պղպեղը, կիտրոնահամ ուրց և վերջում ձեթ հում օգտագործման համար, առաջի ճզման և սառը ճզման։ Նախապատրաստենք արդեն ձևավորման համար մի քիչ կանաչ սոխ այսպես մանր, բարակ, վերջ, ամեն ինչ պատրաստ է, այդ թվում նաև խավարը։ Պատրաստ է կերակրատեսակը արդեն, իսկ երբ որ պատրաստ է և տեղադրում ենք, սկզբից նախ տեղադրում ենք հիմնական մթերքը։ Այս պահին մեր հիմնական մթերքը խոզի երբուծն է։ Հիմա տեղադրենք խավարտը։ Պատրաստենք նաև սոուսը։ Արդեն խտացավ, մասուրի հյութն ու դոշաբը խտացել է, այստեղ ոչինչ չկա, բացի մասուրի հյութից և դոշաբից։ Մի քիչ աղ, կիտրոնահամուրց, և թարմ ջարդած հոտավետ պղպեղ և բնականաբար զեյթունի ձեթ սառը ճզման Պիետրո Կորիչելի ֆիրմայի։ Իտալական Պիետրո Կորիչելի ձեթից մի ֆիրմա, որը շատ հայտնի է Եվրոպայում ամենամեծ ձեթ արտադրող ֆիրմաներից մեկն է։ Հիմա պետք է լավ խառնել, որպեսզի ստանանք միատարր զանգված։ Բարակ կտրատված կանաչ սոխ, եթե դուք տեսնում եք, այստեղ կանաչ գույնը մի քիչ պակասում էր, կարմիր պղպեղով այսպես,
հունազարդենք, յուրաքանչյուր կերակրատեսակ պետք է ճաշակողին գնա հարդարված, այնպես ինչպես հարդարված է այժմ ուտիկ կերակրատեսակը։ Բարեկամներ, այսքանն ենք մենք նախատեսել ձեզ համար, պատրաստեցինք միասին ուտիկ ուտեստը։ Ավարտելուց առաջ ուզում եմ հիշեցնել մեր աջակիցներին, մեր հովանավորներն են Դիլի կատնամաթերքի ընկերությունը, որ արտադրում է անարատ կաթից կատնամաթերք եւ ամենակարևորը, որ առանց կոնսերվանտների շատ օգտակար եւ առողջարար։ Մեր հովանավորն է նաեւ Լուսարև ընկերությունը իր լույսի արևոտ գինիներով։ Մեր հովանավորն է նաև Պիետրո Կորիչելի ընկերությունը, որը շատ հայտնի ձեթ արտադրող ընկերություն է Եվրոպայում, կարելի է համարել առաջիններից մեկը, եւ արտադրում է զեյթունի, քունջութի, կտավհատի, կանեփի, ձեթ, նաև արևածաղկի ձեթ եւ կոկոսի յուղ։ Բարեկամներ, իսկ մենք միշտ ուզում ենք, որ դուք լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն։